Նախ ի սկզբանե եղել է սա մեր պատմությունը, այս քարտեզի մասին է խոսքը։ Մենք մեր պատմությունը չենք կարող ուրանալ։ Երբ որ մոռանում ես պատմությունը, մոռանում ես նաև ներկան։ Իսկ ինչու է նախաձեռնությունը, քանի որ ես իմ պատմությունը շատ եմ սիրում ու իմ պապերի թափածարուններն եմ հարգում ու սիրում։ Դրա համար որոշեցինք մեծ հայքի քարտեզները բաժանել ժողովրդին։ Արձագանքը շատ լավ է, մարդիկ անցնում են, գալիս են, մոտիկանում են, վեկալում են։ Առաջի անգամ, երբ որ ես բաժանեցի, փողոցով բաժանում էի։ Ու երբ որ մեծ քանակի հոսք եղավ իմ Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան էջում, որ մենք էլ ենք ուզում այս քարտեզից, դրա համար հենց հիմա ֆիքսվեցի հենց Ազատության հրապարակում, եկա այստեղ, որ այդքան քանակության մարդկանց ես չեմ կարող էլի բաժանեմ, դրա համար եկանք այստեղ, որ բաժանենք քարտեզները։ Տեսեք, ձեզ կարող են մեղադրել հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջների մեջ։ Ես այնտեղ տեսնում եմ նաև փոքր Հայաստանի Արցախով քարտեզը նաև մեջտեղում։ Հիմա ձեզ մեղադրանքներ չեն հնչում, ձեզ չեն մեղադրում Հայաստանի նկատմամբ այսպես ագրեսիա հրահրելու մեջ։ Իրական հայը չի կարա մեղադրի։ Ես չեմ պատկերացնում իրական հայի, որը կարա մեղադրի։ Մենք պահանջելու բան ունենք, քիչ պահանջենք։ Դրա համար որ ղեկավարը ուզում է լինի, պետք է նստի ժողովրդի հետ հաշվի։ Ու քանի որ արդեն 2000 հոգու բաժանվել է այս քարտեզը, ու ես հայտարարությամբ հանդես եմ եկել, որ 1,5 միլիոն հայ հասնելու է այս քարտեզը, 1,5 միլիոն հայ հետ, կարան ասեն, լավ, դուք ինչ-որ ես իմ վատ կոչեր եք անում, դուք ինչ-որ, չգիտեմ, ասում եք, ես տարածքները մերն է, չեն կարա ժողովրդի հետ պետք է հաշվի նստեն։